Հարգելի բարեկամ, ինձ հաճախ հարցեր են տալիս YouTube-յան իմ ալիքում տեսահոլովակներից տակ այդ հարցերը տալիս են եւ ես հնարավորին չափով փորձում եմ պատասխանել, մեկ-մեկ լինում է, որ երկար մի տեսանյութ եմ պատրաստում, մեկ-մեկ այդ տարբեր տեսահոլովակների մեջ եմ անդրադառնում, ուրեմն այսպիսի հարցեր հնչել, թե ինչու է միայն իմիջիալից ասեմ միայն YouTube-յան ալիքի մեջ չէ, նենց մարդկանց հետ էլ որ խոսում, շփվում ենք, գիտեք, խաղաղության մասին են հարցնում, ինչու է եկեղեցին այդքան աղոթում է խաղաղության համար, աշխարհի պատարագիչը միշտ կամ հոգևորական խաղաղություն է տալիս ժողովրդին եւ երբեք խաղաղություն չի լինում։ Եվ մյուս հարցը դա խոնարհության մասին է, թե որոնք են խոնարհ մարդու հատկանիշները, ինչպես հասկանանք ճշմարիտ խոնարհությունը որն է։ Այսօր կփորձեմ պատասխանել այդ հարցերին։ Խաղաղություն քեզ, հարգելի բարեկամ։ Եկեղեցին միշտ աղոթում է խաղաղության համար։ Աշխարհի համար խաղաղություն, մարդկանց համար խաղաղություն, պատարագիչը հաճախ պատարագի ժամանակ sense դառնում եւ ասում է խաղաղություն, ամենեցուն ժամերգության ժամանակ եւ Տերը մեզ սովորեցրեց, որ տունը մտնեք, ասեք խաղաղություն ձեզ, բայց իրականում խաղաղություն չի լինում, ամեն օր լսում ենք պատերազմների մասին, բայց մեր Տերը այդ խաղաղության մասին չէր խոսում, ինքը չէր խոսում, որ եթե խաղաղություն տակ կամ ինքն է այդ խաղաղությունը բերում, որ պատերազմներ չլինեն, հակառակը ինքը ասեց աշխարհում պատերազմներ են լինելու, տարբեր արհավիրքներ են լինելու եւ այլն, այսինքն ինքը չխոստացավ այդ խաղաղությունը, ինքը դրա համար ուստի եկեղեցին էլ չի ոնց ասեմ աղոթում այդ խաղաղության համար, չնայած շատերս շատ հավատացյալներ տգիտաբար մտածելով, որ այդ է աղոթքը եւ հուսահատվում են, որ եկեղեցին այսքան աղոթում են խաղաղություն եւ խաղաղություն չի գալիս։ Իրականում այդ խաղաղությունը դա ամեն անհատի հոգու խաղաղության մասին է, մտքի հոգու խաղաղության մասին է խոսքը։ Տերը ասում է, որ խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, չեմ տալիս այնպես, ինչպես աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովեն ու չվախենան։ Այսինքն այս խոսքերի մեջ Տերը ասում է, որ այս խաղաղություն եմ տալիս, այլ այնպես չէ, ինչպես աշխարհն է տալիս։ Աշխարհը խաղաղություն չի կարող տալ։ Նախ չանդրադառնանք այդ պատերազմների համար, որովհետև պատերազմները մարդկանց չար սրտերի ոչ խաղաղ վիճակից է լինում, մարդը պետությունը պետության վրա, ժողովուրդը ժողովրդի վրա է դուրս գալիս, խռովություններ, կռիվներ, այսինքն մարդկանց մեջ, որովհետև մարդիկ խաղաղ չեն, այսպես ասեմ, հա։ Եվ աշխարհը ինչպիսի խաղաղություն կարող է տալ աշխարհը։ Այսինքն քեզ սուտ ձևով խաղաղություն է տալիս, ինչ որ հանդարտություն է տալիս քեզ թվում է, բայց մարդ նորից վերադառնում է այդ անխաղաղ վիճակին։ Աշխարհը շատ բաներ է խոստանում, շատ բաներ է ասում, մարդիկ հրապուրվում են, հետևում են այդ ամեն բաներին աշխարհը ինչ որ տալիս է, բայց ի վերջո մարդը այդ պահին վայելում է այդ խաղաղությունը, բայց հետո տուն է վերադառնում, այսինքն այդ երջանկությունը, ուրախությունը կորում է, որովհետև այդ խաղաղությունը Տիրոջ խաղաղությունն է, այդ խաղաղությունը մեր սրտերի համար է, մեր սրտերի մեջ է, մեր Տերը ասում է արքայությունը ձեր մեջ է, այսինքն եթե այդ խաղաղությունը չգտնենք, այդ արքայությունը չհաստատվի, մենք նորից եմ ասում, խաղաղ չենք լինի, Տերը ասում է այս բաները ասեցի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք, այստեղ աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցեք, որտև ես հաղթեցի աշխարհը։ Ինչպես թե ասում է խաղաղության մասին ենք խոսում եւ ասում է աշխարհում նեղություն պետք է ունենաք։ Հենց սա է քրիստոնեական խաղաղությունը, որ նեղության, դժվարության մեջ դու խաղաղ ես։ Դու մի նավակի պես ես, որտեղ փոթորիկ է եւ քո հետ բան չի լինում, դու չես սասանվում։ Այդ օրինակը մեր Տերը բերեց են
պատմություն, երբ որ նավակի մեջ ինքը քնած էր եւ փոթորիկ է բարձանում եւ առաքյալները տակնու վրա են լինում, նեղվում են, այսինքն ամեն մեկը ձկնորս էին, չէ, վարպետ ձկնորսներ էին, գիտեին ինչ պետք է անեն եւ իրենց համար ամեն մի մարդ, ամեն մի ձեռքը դա կարեւոր էր եւ մեկ էլ մի պահ տեսնում են, որ Տերը անհոգ իրեն համար պարկած է եւ իրանք նեղվում, բարկանում են, ասում քո հոգը չի, չես տենում, խեղդվում ենք, դու քո համար քնած ես։ Այս խաղաղությունն է Տիրոջն, այ մեզ սովորեցնում է այդ խաղաղությունը, որ այդ փոթորիկների մեջ ինքը խաղաղ հանգիստ է եւ մեզ է սովորեցնում եւ ինքը դարձավ իրենց ասեց ով թերահավատներ, անհավատներ, հա, ինչու եք վախենում եւ հանդարտացրեց ծովը եւ միանգամից խաղաղություն իջավ եւ իրենք զարմացան, այսինքն այդ խաղաղությունը պետք է մենք փնտրենք, այդ խաղաղությունը Տիրոջ, ոչ թե փնտրենք, որ աղոթենք, որ աշխարհում պատերազմ չլինի, անհնարին է, լինելու է, ուղղակի մի հուսահատվեք ձեզի, ձեր հավատքը թող չսասանվի, որ ինչ-որ բան խնդրեցիք եւ Աստված չի տալիս։ Հələ դեռ ավելի կարող վատ բաներ լինի, բայց քրիստոնյան այդ փոթորիկի մեջ պետք է խաղաղ մնա, ինչպես մեր Տերն է։ Եթե այդ խաղաղությունը մեր սրտերի մեջ չունենանք, մենք էլ տակնու վրա կլինենք եւ կսկսենք խեղդվել, ինչպես Պետրոսը, երբ որ Տերը ջրով գալիս էր, ջրի վրայով քայլում էր, ասաց ես էլ եմ ուզում գալ։ Եվ երբ որ ինքը ընդառաջ ելավ, ջրի երեսով քայլեց եւ ասում է փոթորիկ բարձացավ, ինքը ասես նայեց կողքերը խուճապ, վախ մտավ եւ միանգամից սկսեց ընկղմել։ Տերը փրկեց, ազատեց։ Այսինքն այս աշխարհի խուճապը, փոթորիկները, որ պետք է լինեն, անխաղաղ վիճակները կամ հակառակը մարդիկ են հայտնվում, որ քեզ հունից ուզում են հանեն, բայց դու պետք է խաղաղ գտնվես։ Քեզ այդ խաղաղությունը նաև եկեղեցու մեջ է տրվում։ Պատարակների ժամանակ, երբ որ քահանան հոգևորականը դառնում, ասում է խաղաղություն ամենեցուն։ Գիտեք, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ երբ որ պատարակիչը այդպիսի խաղաղություն է տալիս, այդ պահին այն շնորհներն են իջնում, այն օրհնությունն է իջնում, ինչպիսին հոգե գալուստի օրը Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա։ Եվ ինքը բացատրում է, որ հարցը նրա մեջ է, թե մենք որքանով կարող ենք այդ խաղաղությունը, այդ շնորհները ընկալել մեր մեջ։ Դա ինչից է կախված, ու եւ օրինակ է բերում, որ ասում է անոթը բաժակը, չէ, վերցնենք, որ երբ որ բացված վիճակում է, ջուրը լցնում ես, լցվում է, երբ որ այսինքն դարձված է, ջուրը լցնես, կգա կթրջի միայն եւ մեջը չի լցվի։ Դրա համար այստեղ այդ հարցն է, մենք մեր սրտերը բացենք, երբ որ քահանան այդ խաղաղությունը խորանից, մենք ձեռքով կպնում ենք խորանին եւ դառնում ենք, այսինքն խոնանից Աստծուց ենք վերցնում եւ ժողովուրդը պատասխանում է եւ ընդհոգվույթ քում։ Չէ՞ ասում այդ խաղաղությունը քո հոգու համար էլ, որ ինքը տալիս է մեր, այսինքն հավատացյալների հոգիների համար։ Դրա համար այս խաղաղությունը դա նորից եմ ասում, ոչ թե հարևանների կռիվ չլինի, բարեկամների, ոչ թե պատերազմներ չլինի աշխարհում, այլ մեր հոգիների համար է այդ խաղաղությունը։ Դրա համար իրոք երբ որ գնում եք պատարակի եւ լսում եք այդ խաղաղությունը, ընկալեք ձեր մեջ եւ խնդրեք Տեր այդ խաղաղությունը դու, չնայած ինքը ասում է ես տալիս եմ ձեզ։ Եվ ասում է մի վախեցեք, ես նեղություններ կունենաք աշխարհում, բայց քաջալերվեցեք, ես հաղթեցի աշխարհը։ Այսինքն ինչով ինքը հաղթեց։ Ես միշտ այս օրինակը բերում եմ, եթե հիշում եք, իրեն բռնեցին, մատնեցին, չարչարեցին, թքեցին, ապտակեցին, ծեծեցին, խաչը հանեցին, մերցրեցին, այսպես ասեմ, հա, եւ ինքը ինչպես հաղթեց աշխարհը, որտեվ ինքը մեզ սովորեցնում է այդ խաղաղության մեջ մնաց եւ չչարացավ։ Իսկ չարացած մարդը, բարկացկոտ մարդը խաղաղություն չի ունենում իր մեջ։ Դրա համար փորձեք Տիրոջից խնդրելով այդ խաղաղությունը, ձգտեք դուք էլ աշխատեք, դուք էլ ունենաք այդ խաղաղությունը, ոչ թե նստեք, սպասեք վերևից մի բան կիջնի, սրտերը բացեք։ Բարկություն, մեղք, եթե ինչ-որ մեղքեր ունեք, նեղացել եք մեկից, չեք կարող ներել, պետք է ներեք, որպեսզի Տերը իր այդ օրհնությունը լցնի ձեր մեջ պատարակի ժամանակ, երբ որ տրվում է խաղաղություն ամենեցուն։ Եվ խաղաղությունը նորից երբեք
մի աղոթեք, որ աշխարհին խաղաղություն լինի։ Չնայած մենք պատարագին էլ Տերը որում այն աշխարհից խաղաղություն, դե միգուցե իրոք այդ խաղաղությունն ենք խնդրում մարդկանց հոգիների սրտերի մեջ, որ մարդիկ խաղաղվեն։ Ինչքան մարդ խաղաղ է, գիտեք, ինքը չարություն չի անում, ինքը հանդարտ է, ինքը անսասան է։ Իսկ եթե մյուս կողմից վերցենք ջղային մարդը, որը խաղաղ չի, նաև առողջական խնդիրներ է ունենում ի վերջո, չէ՞։ Դրա համար շատ կարևոր է եւ խաղաղ մարդը ինքը խոնար է։ Խոնար մարդը միշտ խաղաղ է, հանդարտ է, որտեվ խոնար մարդը չի նեղանում, չի վիրավորվում, չի բարկանում, ինքը այդ խաղաղության մեջ է։ Դրա համար նույնիսկ գիտեք ինչ, շտապող մարդը մենք խաղաղությունը կարանք կորցնենք, օրինակ մեր հայրերը ասում են, այսինքն իրենց կյանքով իրենք ցույց են տալի, որ այդ խաղաղությունը ձեռք բերու համար ժամանակ է պետք, այսինքն ընթացք է պետք, որը մենք դժվարությամբ ձեռք ենք բերում այդ խաղաղությունը, բայց կարանք մի ակնթարթ կորցնենք։ Հա, եւ այդ կորցնելներից մեկը դա կարա լինի, գիտեք ինչ, երբ որ դուք շտապում եք, այդ փոքրիկ բաներն են, որոնք երբ որ դու շտապում ես, վազում ես, դու խաղաղությունդ ես կորցնում, խուճապի ես մատնվում։ Դրա համար փորձեք մի ուշանալ, որ չշտապեք, ժամանակին ինչ որ տեղ գնալուց ժամանակին մի քիչ շուտ գնացեք, որ երբ որ հասնում եք մի տեղ, որ մեկին ասել եք ժամը 5-ին գամ, 5-ին 10 պակաս եղեք այնտեղ, որպեսզի իրեն սպասելով այդ մարդուն աղոթքով տրվեք, երբ որ համբերությամբ ուտեղ ավելի այդ խաղաղության պտուղները ճաշակեք։ Իսկ երբ որ վազելով եք գալիս, խաղաղությունը եք կորում, մտքները տա ցրվում, սկսում եք արդարանալ, տեղ-տեղ էլ կա սուտ խոսել, եւ այդտեղ խաղաղությունը նորից կորում է։ Խաղաղությունը կորում է, երբ որ ունայնությամբ ենք, պարապ բաներով ենք զբաղվում։ Երբ որ խաղաղությունը կորում է, երբ որ անդադ լուրեր ենք լսում, այդ Facebook-յան, TikTok-ներ եք նայում կամ չգիտեմ ինչ, որտեղ այդ լուրերը, այդ լրատվական հոսքը, որ կա, րոպե մեկ որ նայում ես, անդադ բան ես նայում, միտքդ խուճապի է մատնում, խաղաղությունը կորում է թե մտքի, թե հոգու, սրտի խաղաղությունը։ Դրա համար երբ որ դու գնահատում ես խաղաղությունը, կարևորություն է քեզ համար խաղաղությունը, պարապ բաներով մի զբաղվեք, ձգտեք քիչ լուրեր նայել։ Հավատացեք, լուրերը ինչ է, այս աշխարհն է, չէ՞, լուրեր են տալիս, որպեսզի մենք տեղյակ լինենք, ով ինչով է զբաղվում, ինչ է անում։ Իսկ այդ բաները, այդ լուրերը, երբ որ նստած լսում ենք, մենք տեղեր կա չարանում ենք, երբ որ տեսնում ենք անարդարություն, ուզում ենք մի բան լինի, բայց մեր ձեռքերում չի, բարկանում ենք, հունից դուրս ենք գալի, խաղաղությունն ենք կորցնում։ Դա շատ կարևոր է այդ շտապելու, վազվզելու մարմնի այդ բաներից, այդ խաղաղությունը մենք կորցնում ենք։ Եվ խնդրում եմ, փորձեք, նայოთ հիմա պահ կա գալիս, ոմանք ասում են պահոց շրջանում համացանց չեմ մտնի, պահոց շրջանի համար չի, պահոց շրջանը դա նրա համար է, որ դու վարժվես, կարողանաս պարապես սենց ասեմ, որ դու ամբողջ տարվա կտրվածքով լինես ժուժկալ, համբերատար եւ համացանցը չմտնել։ Ընդհանրապես պետք չի ասել, որ չպետք է համացանց մտնեմ։ Ուղղակի փորձեք չմտնել Facebook-յան էջեր, լավ բաներ կա, կարող եք նայել տեսահոլովակները, վիդեոները, իմ վիդեոներն էլ նայեք, հա, հետևեք լավ հետաքրքիր քարոզներ, պատարակներ, ծիսական ինչ-որ պատմական բաներ, լավ է, բայց այդ լրատվական այդ հոսքը, լուրերը, որոնք սենց անդադ գալիս են, մի թողեք, որ մտնի իշխեն ձեր վրա, ոչ թե միայն պահոց շրջանում, այլ ընդհանրապես փորձեք չլսել եւ հավատացեք, երբ որ դու լուրեր չեք լսում, շատ sense խաղաղվում եք, ոչ թե անտարբեր ես դառնում, անտարբեր մարդը դա մեծամիտ ու ամբարտավան մեկն է, որ անհոգ թկած ունի բոլորի վրա, իսկ երբ որ դու լուրերը չես իմանում, դու խաղաղ ես, որտեվ քեզ համար կարևոր է այդ խաղաղությունը եւ դու այդ խաղաղությունը փայփայում ես, չես ուզում կորցնես, որտեվ խաղաղ ժամանակ դու տիրոջն ես տեսնում։ Եղիա մարգարեն Աստծուն փնտրելու երբ որ գնում է, այնտեղ ասում մի հատ փոթորիկ բարձացավ,
ուժեղ փոթորիկ բարձրացավ եւ ձայն, որ Աստված այստեղ չի։ Երկրաշարժ եղավ, ձայն եկավ, Աստված այստեղ չի։ Հրդեհ մեծ եղավ, Աստված այստեղ չի եւ սենց զեփյուր թեթև քամի ասեց Աստված այստեղ է։ Այսինքն Աստված խաղաղ տեղ է բնակվում։ Դրա համար եթե դու խաղաղ ես, Տերը քո մեջ բնակվում է։ Սա այդ պարզ բան չի, նորից եմ ասում, դա այն անտարբեր անհոգությունը չէ, այդ տիրոջմով խաղաղությունն է։ Տիրոջմով, երբ որ դու խաղաղվում ես տիրոջմով, դու հանդարտ ես ու կողքդ ինչ փոթորիկներ է լինում, Տերը օրինակ նորից կրկնեմ, այդ նավակի մեջ հանգիստ քնել էր։ Եվ մեզ է սովորեցնում, որ երբ որ բաներ կա, մեր ձեռքերի մեջ չի, հա, երբ որ մեր ձեռքերում չի, այ մեզանից կախված չի, պետք է այդտեղ համբերությամբ եւ խաղաղությամբ հանդարտ տանել։ Իսկ այն ինչ որ մեր ձեռքերի մեջ է, իմաստությամբ մենք կատարենք եւ անենք։ Դրա համար խոնար մարդը միշտ խաղաղ է եւ խաղաղ մարդը Քրիստոսով ինքը խոնար է դառնում։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ խոնարը նրանք են, որոնք հեզ են խոնար մարդիկ նրանք են, որոնք աղքատ են հոգիով։ Խոնարհությունը Սուրբ Տաթևացին ասում է նույն բանն է, ինչ որ զղջումը։ Այսինքն զղջացող մարդը խոնար է, հպարտ մարդը չի կարա զղջա։ Հպարտ մարդը իր մեղքերը չի ընդունում։ Դրա համար շատ կարևոր է, երբ որ մարդ զղջում ունի, զղջման մեջ է, գիտակցում է իր մեղքը, ինքը անդրադառնում է իր մեղքերի վրա, մտածում է, ինքը զղջում է եւ ինքը խոնար է դառնում։ Խոնարհվում է Տիրոջ առջև։ Խոնարհությունը մենք չշփոթենք մարդկանց առջև, հա, որտեվ մարդկանց առջև խոնարհությունը խաբուստիկ է։ Մարդկանց թվում է, որ սենց համեստ աչքեր, խոնարհ իջեցրել են կամ աղոթք են բարձրաձայնում շատ ցածր ձայնով, մեղմ, քնքուշ ձայնով, իրենց թվում է դա խոնարհություն է։ Ես շատ դեպքերում հավատացյալների հետ երբ որ խոսում եմ, շատ ցածր ձայնով են խոսում, մեկ-մեկ մտածում եմ կարող է ես խուլացել եմ, չեմ կարող լսել, բայց դա այդ կեղծ խոնարհությունն է, իրենց թվում է, որ իրենք չեն խոսում կամ ցածր են խոսում, դա խոնարհություն է։ Խոնարհություն չի, երբ որ դու բան չես խոսում, լռում ես, նստած լռում ես։ Այո, ամեն բան իր արժեքը ունի, չէ՞։ Խոսալը իր ժամանակը ունի։ Մարդը ասում է չի խոսում, որտեվ բան չգիտի խոսելու, մարդ էլ չի խոսում, որտեվ գիտի ժամանակը խոսելու։ Դրա համար խոնարը ինքը գիտի երբ պետք է խոսի, ոչ թե չխոսալով ինքը խոնար է։ Խոնարհությունը, ասում է, խոնարհների մեջ է Աստված բնակվում։ Եվ ամենամեծ օրինակը դա Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինն է, որ Տերը արժանացնեց իրեն, որ նա Աստծու մայրը դառնա։ Եվ ինչ է ասում Մարիամ, ասում է Աստված տեսավ, նայեց իմ խոնարհության, աղախնու խոնարհության վրա։ Իսկ խոնարհությունը հենց համեստ աչքերը չի, սենց գլուխը ցածր, դանդաղ շարժվելը չի։ Դանդաղ շարժվելը տարեստական, երբ որ դու անում ես, դա այդպես չի։ Դրա համար երբ որ դու իրոք խոնարհ ես, դու հանդարտ քայլում ես, չես տապում, որ այդ խաղաղությունը նաև չկորցնես։ Տեսնում եք իրար այդ խոնարհությունն ու խաղաղությունը ինչ կարևոր է։ Նայեք Մովսեսի մասին Սուրբ Գիրքը ասում է, որ ինքը աշխարհի ամենահեզաբարու մարդն էր, ամենահեզ մարդն էր, բայց մյուս կողմից դրեց այն մարդկանց Եգիպտացուն սպանեց, մյուս կողմից սրի մատնեց նրանց, որոնք ոսկեցուլ սարքեցին եւ երկրպագեցին, այսինքն հեզությունը եւ խոնարհությունը դա Տիրոջ առջև է։ Երբ որ դու Տիրոջ առջև ես, դու արդեն գիտես մարդկանց հետ ինչպես վարվես, ոչ թե դու խոնարհ ես մարդկանց առջև, հեզ ես մարդկանց առջև, որտեվ եթե դու խոնարհություն ունես, բայց արիություն չունես, խոնարհության հետ հեզ ես եւ արիություն չունես, դու մարդահաճո ես դառնում։ Քեզ թվում է դու խոնարհ ես, դու գլուխդ կախ բոլորի առջև այո ես ասում, բոլորի համար դու լավ մարդ ես դառնում։ Դա խոնարհություն չի, որտեվ
Տաթևացին ասում է, որ առաքինությունները մեկը մեկով առաջնորդվում են, օրինակ է բերում, ասում է, եթե հավատք ունենք, բայց գործեր չունենք, այդ հավատքը մեռած է։ Իսկ եթե գործեր ունենք, հավատք չունենք, անպիտան են այդ գործերը։ Դրա համար հավատք եւ գործեր, ինչպես էլի Տաթևացին ասում է, ինչպես թռչունը երկու ձեռքով թռնում է երկինք, այդպես էլ մարդը գործով եւ հավատքով։ Նույնն էլ շատ առաքինություններ կա, իրար հետ են միաձուլված։ Եթե դու խոնար ես եւ հես, բայց չունես արիություն, դու դառնում ես մարդահաճո, եւ հակառակը դու արի ես, արիություն ունես, որտեղ առաքինություն է դա, բայց չունես խոնարհություն հեզուն, կռվազան ես, նորից Աստուն հաճելի չէ։ Դրա համար խոնար մարդը վախկոտ մարդը չի, կամ վախկոտը եթե նայում են կողքից, ինքը էդի խոնարհություն չի։ Դրա համար խոնար մարդը Տիրոջ առջև է խոնար, ինքը Տիրոջ առջև է խոնարհվում։ Դավիթ թագավոր ինքը խոնար էր, Տաթևացին ասում է, ինքը խոնարհությամբ էր լցված, բայց ինքը նաև արիություն ուներ, ինքը կարար պայքարեր Տիրոջ համար։ Դրա համար մեր եկեղեցվո հայրերը խոնարհություն ունեին, բայց երբ որ տեղը գար իրենց եկեղեցին պաշտպանելու, իրանք ամուր կկանգնեին։ Դրա համար մի խաբնվեք նրանցով, որոնք սենց համեստ, գլուխները կախ, ձայնը հազիվ է դուրս գալի, աչքերը չեն բարձրացնում, բայց այդ որ մի հատ բան անես, ոտքին տնորես, կտեսնես ինչ վիշապ են դառնում այդ մարդիկ։ Դրա համար խոնար մարդը ուրիշներին չի դատում, խոնար մարդը չի բամբասում, չի չարախոսում, խոնար հես աչքերով։ Հպարտության հակառակը խոնարհությունն է։ Տերը ասում է, հպարտներին հակառակ է կանգնում Աստված, խոնարհներին իր շնորհներն է տալիս։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, խոնար մարդկանց մեջ շնորհներն են, շնորհներով է զարդարված այդ մարդը։ Դրա համար եթե ուզում ենք խոնարհություն սովորենք, առաջինը դա սովորենք զղջալ մեր մեղքերի համար։ Երբ որ դու սկսում ես զղջալ, ոչ թե արդարանալ, գիտեք, շատ դեպքում հավատացյալները փորձում են արդարանալ, ինքս կարող է լիտրերով արդյունք թափի, լացի, ողբա, մեղավոր եմ, անարժան եմ եւ այլն, բայց վերջում ասի Տեր, դե դու գիտեր, ես դե չէի ուզում անեի, ախր մեղավոր էին, ինչ որ նույնը Ադամ արեց, չէ՞, ասաց, Տեր, ես մեղավոր չեմ, այն կինը որ տվեցի, դու ինքն էր պատճառը, այսինքն այդ մեղավորը Աստծուն հանեց, բայց ինքը ձևով ինքը արդարացավ։ Ուրեմն դու խոնարհությունը դու չգիտես ինչ բան է։ Խոնար մարդը, նորից եմ ասում, ինքը ուրիշի դարդերով չի տապակվում, այսինքն չի մտածում են ինչ մեղքերի մեջ է, անարժան է, մեղավոր է։ Բայց տեսեք, Քրիստոս էլ, չէ, երբ որ իրան նախանձախնդրությունը արթնացավ, նախանձը, երբ որ տաճարը մտավ, ասում է, հորս տունը աղոթքի տուն է, բայց ավազակատուն եք դարձրել։ Ինքը բարկացավ, մտրակ առավ, բոլորին վտարեց։ Այդտեղ Քրիստոս չդադարեց խոնարհ լինելուց։ Խոնարհությունը այն է, երբ որ ինքը երկնքից իջավ, Աստծու պատկերեր դառավ, մարդու պատկեր եկավ, մարդկանց մեջ բնակվեց։ Դա էր խոնարհություն։ Իսկ խոնարհությունը կարող է տարբեր ձևի արտահայտվի տարբեր մարդկանց մոտ։ Օրինակ, իշխանավորի խոնարհությունը մի ձև է, Ռամիկի խոնարհությունը մի ձև, ինքը արդեն կյանքի բերումով աղքատ մարդը եւ Ռամիկ, այսինքն խեղճ մարդը արդեն իսկ խոնար է։ Ոչ թե որտեվ ինքը խոնարհություն է սովորել, այ կյանքն է իրեն ստիպ է խոնարհեցրել, որովհետև գլխին մեկը կա, իրան կարան պատժեն, ու ինքը ստիպված խոնար է, ինքը ստիպված մարդոց առաջ վիզ է ծռում, բայց հոգու խորքում ինքը ատում է, հայոյում է, տրտնջում է, դժգոհում է եւ ուզում այդ լուծից ազատվել։ Իսկ Քրիստոս մեզ ինչ է ասում. եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ, իմ լուծը ձեր վրա վերցրեք եւ սովորեցեք ինձանից, որ հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեր համար հանգիստ պիտի գտնեք, որտեվ
իմ լուծը քաղցր եւ բեռը թեթև։ Այսինքն ինքը ուզում ասի, այդ բեռը այդ խոնարհությունն է, երբ որ դու վերցնում ես այդ խոնարհությունը, դրա համար էլ նոր կհանգստանաս Տիրոջով, այսինքն հանգիստ կգտնեք, ոչ թե հակառակը ուզենալու եք ազատվել այդ բեռից, այդ լծից։ Դրա համար Ռամիկը, աղքատը, տկարը, որ խոնարհվել է կյանքում, իր խոնարհությունը այն է, որ ինքը չտրտնջա, չդժգոհի, չհայոյի, չբամբասի, չանիծի, իսկ ավելի մեծավորը, որ հարուստ է, բան է, իր խոնարհությունը նրա մեջ չի, որ իջնի հետները բաներ անի, այդ ձևի մարդկանց հետ շփվի, որ այդ մարդիկ վերջը խփեն գլխին, ձեռքից ամեն ինչ առնեն։ Իր խոնարհությունը ուրիշ բանի մեջ է, որ ինքը կարա իր իշխանությունը, օրինակ, օգտագործի վնասի մեկին, ինքը չի օգտագործում իր իշխանությունը պատժելու մեկին, այսինքն տեղը դնելու այդ մարդուն։ Գիտեք, էսի նենց մի ի վերջո, որ ասեմ, խոնարհությունը նենց բան է, պետք է իրոք լինես մի խոնար, որ կարողանաս խոնարհության մասին խոսել։ Ես էլ եմ փորձում այդ խոնարհության ճանապարհով ընթանալ եւ իրոք օգնում է այն, ինչ որ երբ որ դու զղջումի մեջ ես, գիտակցում ես քո մեղքը, գիտես, դու ուրիշ մարդկանց ուրիշ աչքով ես նայում արդեն։ Դու վերևից չես նայում այդ մարդկանց, չես դատում, որտեվ ասում ես արդարացնում ես, սենց ասեմ, որտեվ գիտես, որի դե եթե դու ես այդ մեղքը գործում, ինքն էլ է գործել, ուրեմն եթե դու ուզում ես, որ քեզ Տերը ների, ինչու Տերը իրեն էլ չների, ինչու ես իրեն չներեմ։ Եվ գիտեք, խոնարհությունը հենց այդ զղջումը գալիս է նրանից, ինչպես դե զղջալը նես չի, որ ամպե ողպազ, ես մեղավոր։ Դա էլ է լավ, բայց զղջումը դա կատարյալ բան այն է, երբ որ դու գիտակցում ես ինչի համար ես զղջում։ Դու գիտակցում ես, որ ես մեղքն ես գործել։ Դու գիտակցում ես, որ դու այս հանցանքի մեջ ես եւ դու ոչ մի բանով լավ չես ուրիշներից ու դու զղջում ես այդ կոնկրետ մեղքի համար։ Եվ խոնարհությունը այն է, երբ որ դու ամեն անգամ Տիրոջը ընդունում ես որպես Տեր։ Խոնարհությունը այն է, երբ որ դու ընդունում ես, որ ամեն բան քո ձեռքերում չի, դու չես թագավորը եւ Տերը քո կյանքի, այ կա մեկը, որ ինքն է Տերը, եւ դու խոնարհվում ես։ Դու խոնարհ ես, երբ որ դու հասկանում ես, որ վերջի խոսքը Տիրոջն է։ Ոչ թե դու հակառակվում ես, ամբարտավանվում ես։ Խոնարհությունը այն է, երբ որ դու հարգում ես մեծավորիդ, վերցնելով, եթե հոգևոր բանի մեջ վերցնենք, հա, դպիրից միջև կաթողիկոս վերցնենք, չէ, այդ աստիճանը որ կա, չէ, դու խոնարհ ես, դպիրը չի կարա քահանային, եպիսկոպոսին մատնացույց անել, դու սենց կանես, դա խոնարհություն չի, թեկուզ խոնարհ աչքերով, ցածր ձայնով հանդիմանես եպիսկոպոսիդ, դա խոնարհություն չի, դա ամբարտավանություն է։ Որտեւ այդ իշխանությունը չունի դպիրը, սարկավակը, քահանան նույնիսկ, բայց այսօր ցավոք սրտի մենք թվում է, որ բոլորս ինչ որ տե վասն հավատքի, վասն բանի, ինչ որ տե պայքար ենք անում, բայց կա այդ չափերը կա, գիտես, որ մեկը կարա կաթողիկոսին փնովի եւ իրեն հավատացյալ է ծախում, խոնար, հեստ, ծառա Աստծո, հա, սխալ ճանապարհ եք դուք ընկել։ Դա խոնարհություն չի։ Դրա համար խոնարհը միշտ ինքը հաշիվ է անում, որ իրա կա վերադասեր, իր վեր կանգնացներ։ Խոնարհն է, երբ որ իր մեջ ցածրներից էլ չի ամբարտավանում։ Տեսնում եք, այս բաներն է, որ նշաններն է, իսկ իրական խոնարհ դժվար է լինել։ Նորից եմ ասում, էլի կներեք կրկնում եմ, որ ի վերջո խոնարհությունը դրսևորում է քո զղջումով, որքանով դու գիտակցում ես քո մեղքը, որքանով գիտակցում ես դու, որ դու Տիրոջ առջև ոչնչություն ես, ոչնչություն ոչ թե
բանի մազ ես ով եմ անարժան մեծ ձևի չէ իրոք որ դու ոչնչություն ես այդ դու տիրոջ առջև խոնարհվում ես ու կանգնում ես Տեր ողորմյա ինձ այդ ամենալավ օրինակը ցույց է տալիս կարդացեք Սուրբ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությունը կարդացեք այնտեղ ինքը քեզ էս տանում է միջև դժողքից ավելի ներքև է իջեցնում եւ վերջում 2-3 խոսքով քեզ բարձրացնում է այսինքն դու զգում ես ոչ թե դու բարձացար, դու խոնարհվեցիր, Տերն է բարձրացնում քեզ։ Ու իրոք շատ քաղցր է, ու այդ խոնարհության այդ վիճակի մեջ դու արդեն նորից եմ ասում, երբ որ դիմացդ մեկն է հելում, նույնիսկ ամենամեկը, որ քեզ վատություն անում, դու ուրիշ աչքերով ես նայում։ Իրական խոնարհ աչքերով ես նայում։ Իսկ երբ որ խոնարհ ես, դու սկսում ես խաղաղ լինել։ Եվ այդ ավելորդ բաների, վեճերի մեջ չես ուզում մտնել։ Շուտ մեկին բան չես ուզում ապացուցել։ Մի հատ բան կա, մի հատ մարդ կա, ասում են 120 տարի ապրել, լրագրողը գալիս, մոտենում են, ես ինչ ես արել, որ 120 տարի ես ապրել, ինչ ես հետաքրքիր, ու ինքը շատ թարմ նստած, ասում է, կյանքում որևէ մեկի հետ չեմ վիճել, որևէ բան չեմ փաստել, ու այս լրագրողները սկսում են, չէ, ասա այդ տենց հնարավոր է, տենց չի կարա լինի, ես ոնց այդքան չես, ոնց չես, ինքը ձեն չի հանում, չի վիճում։ Այսինքն խոնարհը նորից եմ ասում, ինքը չի վիճում, մի բան չի ապացուցում, ինքը մի անգամ ասեց, իրան չընդունեցին, ինքը լռում է, հանձնում է Աստծուն։ Չի վիճում, չի փաստում, իսկ մեկը, որ խոնարհություն ունի, ինքը անդադ կուզենա իր խոսքը փաստի։ Թեկուզ խոնարհ աչքերով, գլուխը կախ, ցածր ձայնով ինքը իրանն է պնդում, որ իր վերջում իր խոսքը լինի։ Դա խոնարհություն չի, դա ամբարտավանություն, հպարտության նշույլներ են։ Դրա համար Քրիստոսն էլ օրինակ, ամենամեծ օրինակը մեր Տերն է, որ նայում ենք իր կյանքը մարդկանց հետ ինքը ինչպես էր խոսում, վարվում, շփվում, տեղ կար լռում էր, տեղ կա խոսում էր։ Սուրբ Գրիգոր Տաթևացին հետաքրքիր միտք է ասում խոնարհ մարդիկ տարբեր շնորներով են զարդարված։ Եվ օրինակ է բերում համեմատական, ասում իսկ հպարտները շնորներ չունեն, ամբարտավանները շնորներ չունեն եւ այդ օրինակը բերում է ասում ծառերից, ասում բարդի ծառը, ասես երկար, բարձր է, ինքը ոչ մի պտուղ չի տալիս, ասես բանի պես կանգնած է, իսկ բարձր, երկար, իսկ պտղատու ծառերը իրանք միշտ խոնարհ են եւ փոքր ծառեր են եւ միշտ պտուղներից իրանք դեպի գեդին են ներքև են խոնարհված որ մարդիկ գան քաղեն օգտվեն այդ բարիքներից իսկ բարդին sense գերանի պես կանգնած է եւ հետո մի ուրիշ օրինակ էլ է բերում Տաթևացին որ ղամիշների եւ էլի բարդի ծառը որ sense կա ասում է փոթորիկները երբ որ գալիս են ղամիշը այդ խոնարհությամբ ասում է պարկում է այսինքն խոնարհության եւ հովը քամին փոթորիկը անցնում է ինքը նորից կանգնում է իսկ բարդին կանգնած դիմադրում է եւ ասում է այդ ձևի ծառերը քոքահան արմատախիլ են լինում եւ դուրս են գցվում այդպես էլ ամբարտավանները միշտ այդ փորձությունները որ գալիս է իրանք միշտ կործանվում են իսկ խոնարհները իրանք խոնարհվում են տեղ կա համբերությամբ տանում են եւ հետո նորից կանգնում են այս օրինակներն է իսկ շատ մենք կարող ենք ասել որ հպարտ մարդիկ էլ կան որոնք շնորներ ունեն բայց շատ հպարտ են բայց այդտեղ կարելի է խոսել կարելի ասել այո այդպես էլ կա բայց այդ շնորները Աստված իրանց տվել է, երևի խոնարհության համար տվել է, բայց իրանք ամբարտավանացել են հետո։ Եվ հայրերից մեկը կարդացել է, չեմ հիշում, որ ասում է մեկ-մեկ Աստված նաև ամբարտավաններին էլ է շնորներ տալիս, որpիսի մենք նայելով իրենց ամբարտավանությունը, մեծամտությունը չձգտենք այդ շնորները, չձգտենք այդ բաները ունենալու։ Այդ տեսնենք իրենց վախճանը տեսնելով մենք խուսափենք, որտեվ գիտեք ինչ շնորները, կարգը լինի քահանայություն, եպիսկոպոսություն, հա, վարդապետություն, սրանք այն շնորներն են ոչ թե դու պետք է գնաս ձգտես ուզես տվեք ինձի եւ նեղվես, այ դա
տրվելիք շնորհներ են, եթե Աստված է տալիս, ինքը տալիս է։ Դրա համար մեկը, որ սենց ամբողջ կյանքը տառապում է, որ դառնա ինչ-որ մի պաշտոն ձեռք բերի, մի բան լինի, ինքը խոնարհ չի կարող լինել։ Այդ խոնարհություն եւ խաղաղ չի կարող լինել։ Ինչ է լինում։ Խաղաղությունը կորցնում է, կողնել բոլորի խաղաղությունն է կորցնում, ուրիշների հետ կարա վնասի նույնիսկ մարդկանց տակը փորի, խանգարի, որ մենակ թե ինչու ինքը լինի, ուրիշները լինեն, ինքը չլինի ինչ-որ պաշտոնների կարգ ստանալու, նեղվի դրանից։ Իսկ երբ որ վերջում այդ ամեն ինչը ստանա, ինչ պետք է անի, որտեղ ինքը երազել է ստանա մի պաշտոն կամ մի բան, վերջի օգտագործելու է, ծառայեցնելու է իր փառքի համար։ Իսկ խոնարհ մարդը այդպես չի։ Խոնարհը նորից եմ ասում, ինքը անում է, որտեղ ինքը չի կարա պտուղ չտա, ինքը անում է ուրիշների համար է տալիս այդ պտուղները։ Ուրիշների համար է ինքը ծառայում ի փառս Աստուծո։ Սա է հարգելի բարեկամ, նորից եմ ասում, խոնարհության մասին խոսողը պետք է այնքան խոնարհ լինի, որովհետեւ իրոք եթե խոնարհ լինի, ինքը չի լինի խոսա, ինքը իր կյանքով կցույց կտա, գիտեք, բայց այսօր մեր եկեղեցում բաներ կա, որ ոմանք պետք է խոսեն, ուզեն չուզեն, լինեն խոնարհ լինեն կամ չլինեն, պետք է խոսեն, որտեղ իրենց տրված է խոսելու, բայց եթե ամբարտավանում են այդ խոսելով, Աստծո առաջ են ի վերջո կանգնելու։ Դրա համար խոնարհություն, խաղաղություն շատ իրար հետ կապված է, ձգտեք երկուսը միասին ունենալու, եւ երբ որ տեսնում եք երկուսը կա, ուրեմն չեմ ասում դուք ձեռք եք բերել, ուրեմն ճիշտ ուղիով եք գնում, սկսեք մտածել խնամել այդ ամեն ինչը, պահել եւ շատացնել, թող ավելի շատանա, որի վերջո արժանանանք Տիրոջ խոսքերին, որ ասում է խոնարհներին է տալիս իր շնորհները, իսկ հպարտներին հակառակա կանգնում։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ ձեզ, Աստված ձեզ պահապան։